Ինչպես է գնահատում Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, նա առաջին անգամը չէ, որ վիրավորում է լրագրողներին։ Անդրանիկ Քոչարյանի հանդեպ առանձնակի հակակրանք ունեմ, չգիտեմ, շատ ինքնավստահ է, դե իշխանություններն են թույլ տալիս, որ այդպիսի պահվածք ունի։ Առանձնապես կարծիք չունեմ իր մասին։ Լրագրողներին վիրավորելու համար ինչ կասեք։ Դե Ալեն Սիմոնյանից սկսած թքելը, տարբեր մեկնաբանությունները, իր մայրիկի պահվածքը, ինձ թվում է այդ իրանց դեպքում նորմալ է։ Ոտ, ես լրագրողներին չի կարելի վիրավորել։ Իրանք բոլորն են իրար վիրավորում, իսկ Անդրանիկ Քոչարյանը գիտեք ինչ, այդպես մի հատ խոսք կա, ասում է «Սկոլսկի պասաժիր», իրանց գործն է, մենք չենք կարող իրանց գործին խառնվել։ Բայց նա լրագրողին ասել է ձեր բերանը մաքրեք, ձեր շուրթերը Ասել է, թող սվտա ինքը իրանը մաքրի, հետո նոր «Սկոլսկի պասաժիր», որ ասում եմ, դա ոչ հավա, ռուսի ասած «Ни рыба, ни мясо»։ Ես չգիտեմ, ինչի մենակ ինքն է, լիքն են իրանման, որ չեն հասկանում ինչ են անում։ Անդրանիկ Քոչարյանը շատ ճիշտ իր տեղը նստած է։ Ինձ թվում է, որ եթե այսպես գլոբալ վերցնենք, իրար վիրավորելը մեր ազգի մեջ, այսպես ասած, շատ ակտուալ է եւ դա ակնհայտ է ազգային ժողովի ամբիոնից եւ ես կարծում եմ, որ լինի դա Անդրանիկ Քոչարյանը թե այլ անձնավորություն, դա ուղղակի ժողովրդին շեղող միջոց է, որպեսզի մարդիկ չկենտրոնանան սահմանային իրավիճակների վրա, իրար վիրավորելով չեն կարող ազգի հարց լուծել։ Շատ վատ։ Եվ ընդհանուր անձնակազմը վատն է։ Ոչ լսել ենք ուզում, ոչ տեսնել ենք ուզում։ Մեր հայրենիքն ենք ուզում մենակ։ Ոչ դրական։ Մարդը լկտի արարած է, ինչ պետք է ժողովրդս։ Հիմնականում իրանց մասսայից է։ Նույն աշխատակազմը, նույն բանը, իրանք անգրագետ, տակետ, ոնց որ ասում են, իսկականից տակետ անասում, այլ։ Ես չգիտեմ, ինքը ճիշտ ասած ինձ դուր չի գալիս այն օրվանից, երբ որ կասկածի տակ առավ մեր ցեղասպանության հարցը։ Չասեմ, ամեն դեպքում հաճելի բան չի, վիրավորանքը ամեն դեպքում լավ բան չի։ Ինքս որ անկախ ամեն ինչից ղեկավարը, թե ղեկավար չի, սովորական հասարակ մարդը չի կարելի դիմացինի վերել։ Հարից չէ, այդ ձևի աշխատողին քաղաքական գործիչ է պետք։ Ես մեր ղեկավարությանը կխնդրեի, որ մի քիչ այս ամեն ինչին լավ աչքերով նայեին, Սիրուն ջան։ Բոլորը, մենակ մեկը չէ։ Բոլորը, որպեսի ժողովուրդը նա ընտրել իրենց, չէ։ Մի քիչ իրանք էլ ժողովրդական լինեն։ Շատ վատ եմ գնահատում։ Երբ որ դուք ճիշտ աշխատեք, նայել ճիշտ բանանի։ Բացասական, անհաջող մարդ է։ Չի կարելի վիրավորել, հենել մամուլի աշխատողին, որովհետև նա իր պարտքն է, իր աշխատանքն է կատարում։ Ինչ ասեմ, ճիշտ ասած, ուշադրություն չեմ դարձրել, բայց պետքա փոխի իր։ Առաջ ուրիշ էր, հիմա ուրիշ է, քանի գնում է, ամեն ինչը զարգանում է, փոխվում է, պետքա ինքը այդ բոլորը հաշվի առնի, ոչ թե դնի ու կլնգի։